Մեր աշխատանքների ամփոփման ամիսը մարտ ամիսն է շարունակում մնալ, այսինքն մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա այլևս կլինի։ Չնայած արդարադատության նախարարի շաբաթներ առաջ արած այս պնդմանը, նրա տեղակալն այսօր հայտարարեց մարտ ամսին նոր սահմանադրության տեքստի հրապարակման հարցով դեռ վերջնական որոշում չունեն։ Տիգրան Դադունցը փորձեց բացատրել, թե որ դեպքում փաստաթուղթը գուցեև մարտին չհրապարակվի։ Մենք պետք է վստահ լինենք, որ տեքստը ամբողջական է եւ որովհետեւ գիտեք, երբ որ տեքստի շուրջ աշխատում ենք, ինչ որ կարգավորում ենք բերում, մենք պետք է վստահ լինենք, որ բացեր չկան։ Եթե մենք վստահ լինենք, որ տեքստը առնվազն մեր գնահատմամբ ամբողջական է եւ նաեւ խորհուրդն էլ մենք խորհրդի հետ էլ կքննարկենք եւ կարծում եմ եւ եթե նաեւ խորհրդի հետ էլ որոշակի կոնսենսուս ունենանք, որ մենք շարունակում ենք ձեզ հետ աշխատել, բայց նաեւ զուգահեռ հանրությունն էլ իմանա, կարծում խնդիր չի լինի։ Միևնույն է, հանրությունը բնականաբար իմանալու է այդ տեքստի մասին, հրապարակվելու է ինչ-որ փուլում, որովհետեւ մենք պետք է հանրության հետ աշխատենք։ Այդ դեպքում ինչպես էր նախարար Գալյանը փետրվարի սկզբին պնդում, որ մարտին հրապարակման ենթակա տեքստ պատրաստ կլինի։ Փոխնախարարը չբացատրեց, փոխարենը շեշտեց, փաստաթղթի մեծ մասը պատրաստ է, դրանք ինտենսիվ քննարկվում եւ հաստատվում են նաեւ սահմանադրական փոփոխությունների խորհրդում։ Հույս ունենք, որ գոնե մարտ ամսվա ընթացքում մենք ունենանք եթե ոչ ամբողջությամբ, ապա բազմաթիվ թեմաներ արդեն խորհրդի կողմից քննարկված եւ հաստատված։ Մարտին մնացել է 2 օր։ Սա արդյոք նշանակում է, որ արդարադատության նախարարությունում արդեն քննարկել են նոր սահմանադրության նախաբանում անկախության հռչակագիրը թողնել-չթողնելու հարցը։ Փոխնախարարը նախ պնդեց, թե այդ հարցով նորություն չկա, հետո շեշտեց, թե անկախության հռչակագիրը հեռացնել-չհեռացնելու հարցը տեխնիկական չէ, որ մի օրում նստեն որոշեն։ Մենք դա մոտեցում է, այսինքն այդ առաջարկը նաև վարչապետի կողմից դա այդ առաջարկը կամ այդ գաղափարը հնչեցվել է եւ դրա շուրջ իհարկե պետք է քննարկումներ լինեն, որպեսզի կարողանան աշխատ ձևակերպումներ լինեն եւ այդ քննարկումները մենք առանց խորհրդի եւ առանց մասնագիտական քննարկումներ չեն կարող անել։ Այդ դեպքում ինչպես են մի քանի շաբաթում նախաբանի նոր տեքստ գրելու, եթե ինչպես վստահեցնում են մարտ ամսին աշխատանքը կավարտեն։ Փոխնախարարին հարցը զարմացրեց։ Որտեղից ենթադրեցիք, որ պետք է այդ 1-2 շաբաթում դա մտածել։ Ես դրա համար նշեցի, որ երկար process Այո, ինչու, այո, հնարավոր է։ Մենք քրտնաջան աշխատում ենք եւ ոչ մի ջանք ու եռան չենք խնայում։ Իսկ այդ դեպքում ունեք ինչ որ տարբերակներ նախաբանի, որ քննարկվում է, բան թե 0-ից եք սկսելու այս մի ամսը։ Դե այս պահին չեմ կարող ինչ որ տարբերակի մասին խոսել, ճիշտ չի լինի։ Ադրբեջանի նախագահը 10 օր առաջ վերահաստատել է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել եւ այնտեղից անկախության հռչակագրին հղումը չի հանվել, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի։ Ավելին, Իլհամ Ալիևը պնդել էր, թե Բաքուն Երևանի հետ այդ հարցով փոխըմբռնում ունի։ Մեջբերեմ, թե ինչ պետք է արվի եւ ինչ հաջորդականությամբ։ Փաշինյանի կաբինետի անդամն այսօր դարձյալ հերքում էր, թե նոր սահմանադրության ընդունման օրակարգը կապ ունի Բաքվի պահանջի հետ։ Եվ այդ լեգիտիմությունն է, որ ժողովուրդը ի վերջո մասնակցելով հանրակրվեին եւ կողմ կամ միգուցե դեմ քվեարկելով իր որոշումը կայացնի եւ իրենը համարի դա։ Նոր սահմանադրության ընդունման համար հանրակրվե անցկացնելու ժամկետները դեռ հստակ չեն։ Արդարադատության փոխնախարարն այսօր միայն ասաց, դա երկար գործընթաց է։ Ընդ որում նախագծի պատրաստ լինելուց հետո այն պետք է նախ կառավարության հավանությանն արժանանա։ Հետո ուղարկվի ազգային ժողով, իսկ վերջին խոսքն էլ լինելու է սահմանադրական դատարանինը, որից հետո միայն կդրվի հանրակրվեի։